Ողջույն, այսօր քաղաքականությունից չենք խոսում, այսօր ճաշ ենք պատրաստում, այսօրվա շաբաթօրվա ճաշի հեղինակը ես եմ, ձեր խոնար ծառա Արմեն Պողոսյանը։ Վերցնում ենք հավի կրծքամիս, ինչպես նաև անձրամիս, հատուկ գնումներ անել պետք չի տանեղած հավից, ինչ որ կա, դրանով սկսում ենք պատրաստել։ Քաշ կոնկրետ չեմ ասում, թե ինչքան քաշ պետք է լինի, ամեն բան անում ենք աշկաչափով, գլխավորը որ լինի սիրով եւ համեղ։ Կրծքամիսը կիսում ենք երկու մասի, հնարավորին չափ հավասար երկու մասերի, բայց կիսում ենք ոչ թե այստեղ, այլ այսպես լայնքով բարակացնում ենք։ Այ մոտարապես այսպես։ Սա մեկ և երկրորդ կտորը։ Միսը կտրատելուց հետո վերցնում ենք Նիկոլի չագուչը, վրայից հանում ենք Նիկոլի բանտիկը և հայաստանյան ոստիկանների ավանդույթի համաձայն, նորը տեսակ են ազդանշան տվող տղային ոնց մեքենայից հանեցին փռինգետնին, սկսում ենք միսը ծեծել։ Շատ պետք չէ չափից ավելի ծեծել, խղճով պետք է ծեծել, հայ ոստիկանների նման, որ փոքրիչ ուղղակի միսը փափկի։ Միսը ծեծելուց հետո աղ ու բիբար ենք ավելացնում ըստ ճաշակի, ինչպես նաև կարելի է երկու կողմ ավելացնել փոքր-ինչ ալյուր և դնում ենք Նիկո, որպեսզի միսը հանգստանա 18 րոպե 46 վայրկյան։ Շատ աղ ու բիբար անել պետք չէ, որտեղ բոլոր հիվանդությունների պատճառը աղն է, դրա համար շատ քիչ պետք է անել և ընդհանրապես ինձանից ձեզ խորհուրդ աշխատեք ձեր ռացիոնից հանել աղը և անպայման շաքարը։ Կարելի է մի քիչ նույնիսկ ավելացնել կարմիր պղպեղ և ինչպես ասեցի ալյուր կարելի է ավելացնել երկու կողմից, ես ալյուր կանեմ անպայման։ Քանի որ արդեն ամեն ինչ պատրաստ է, սկսենք հիմնական գործողությունները։ Գնացինք։ Փոքր-ինչ կարմրացնելով սոխը և սունկը, ես ավելացնում եմ սխտորը, թարմ կտրած սխտորը։ Սխտորը շատ հաճելի հոտ ունի, շատ համեղ է և մի հատ սախարն եմ, վայ, խնդրում եմ հեռու չգնաք էկրաններից, չմոռանաք լայք անել, դնել հավանելու նշանը, բաժանորդագրվել իմեջին և տարածել։ Ես իհարկե ճաշ թե փող չեմ, այսօր մեր տունը տոնական օր է, ես եմ այդ գործը վերցրել ինձ վրա, բայց հիմնականում Արմինեն է մեր այդ գործը անում մեր տանը, ես լավ ուտում եմ։ Իհարկե այս գազօջախը այնպիսի մի վիճակի եմ գցել, երևի ստիպված վաղը պետք է նոր գազօջախ գնեմ։
Եվ ավելացնում եմ ունեմ այսպիսի մի մածուկ խառնուրդա, սխտորի եւ ինչի արմին է ռեհանի խառնուրդա, մի թե ավելացնենք sense բաները գիտեք, sense բաներից վնաս չկա։ Մենակ համեղ խոտակ եւ համ ավելացնում։ Եվ անցնում ենք արդեն հաջորդ էտապին։ Տան ունենք փոքր ինչ մնացած կոճապղպեղ, մի քիչ բաղեր ենք օգտագործում, այսպես պետք է հայերը բոլորը գեղեցիկ խոսեն։ Եվ այս սայլ ենք ավելացնում, որ սրանից ինձ թվում է համը միայն չի փչանա, ավելի համեղ կդառնա։ Զանգվածին ավելացնում եմ տան պատրաստած հավի արգանակ, հայերեն ասած բուլյոն, եթե քիչ լինի մի հատ էլ կավելացնենք։ Եվ այնուհետև հավերը տեղադրելու ենք այստեղ, փոքր ինչ մի հատ թող եղա, կավելացնենք հավերը։ Հիմա արդեն երբ թեթևակի եղած, տեղադրում ենք այստեղ հավը, ուրեմն մի հատ մի քիչ տեղավորենք հավը, որ ամբողջությամբ ծածկվի, սուզվի, այնուհետև ավելացնում ենք շատ լիմոնը, sense կիտրոնը, եւ կանաչին։ Այն երկուսը ինչա դրա տղեն ինչ էր անում, ինչ լավ է մեր տան տեղը չգիտի, թե Սուրեներ անունը, հա, թե չէ հիմա իր օպերատորեն գիրոջը կվերցներ, կգա այնստեղ էլ կամոեստում չէին գնա, չնայած մեր տան դուռը բաց է բոլորի առջև, մեր սրտերը բաց են բոլորի առջև, բոլորին ուրախ ենք ընդունելու մեր հարկի տակ, Աստծո ուղարկած հյուրն էլ մեր գլխի վրա տեղ ունի։ Եվ այսպես, հիմա կփակենք կափարիչով եւ մի 20-25 րոպեից ամբողջությամբ պատրաստ կլինի։ Եվ վերջի պահ արդեն անցավ 20 րոպեն, պատրաստ է լրիվ, ինչպիսի տեսք ունի, համի մասին էլ արդեն կասենք քիչ անց։ Սեղանը պատրաստ է, նստենք եւ վայելենք մեր շաբաթօրվա ճաշը։ Շնորհակալություն իմ գեղեցիկ կնոջը այս գեղեցիկ ուտեստը պատրաստելու, ինձ օգնելու համար եւ իհարկե նկարանումներ անցկացնելու համար։ Բարի ախորժակ բոլորիս, Աստված մեզ բոլորիս պահապան։